Արդյոք մեր նման պետության համար, որը գտնվում է պետականության ինստիտուցիոնալ կայացման անցումային մի փուլում, սաղմնային փուլում, որ նոր ոտքից ուզում ես ոտքի կանգնես, ծնկացես անընդհատ, հիմա ուզում ես ոտքի կանգնես, ոնց որ նորելու առաջի քայլերն ես կատարում, նորացին երախու պես, արդյոք մեզ համար, մեր հասարակության համար, կայացած քաղաքական գործիչը, կայացած բառից բուն իմաստով, անկախ նրա քաղաքական հայացքներից չպետք է դիտի որպես արժեք։ Հասկանում եք, սա շատ է, մենք այնքան հեշտ ենք մարդկանց փչացնում, մենք այնքան հեշտ ենք մարդկանց ոչնչացնում, դուք չեք նկատում, մենք չենք քննադատում, մենք սպանում ենք, մենք ոչնչացնում ենք, ընդ որում առանց աչք թարթելու, առանց ցավ զգալու, որ մարդը կարող է պատահի վաղը հաջորդ քայլին քեզ պետք լինի, թեկուզ որպես որակյալ օպոնենտ։ Մենք դա չենք անում։ Մենք չենք քննադատում, Գևորգ, մենք սպանում ենք, մենք ոչնչացնում ենք, մենք ուզում ենք ջնջենք։ Սա, գիտեք, դաժե բնական ընտրության դրսևորում էլ չի։ Սա կենթանական աշխարհի ամենաստորին մտածելակերպի բանն է, վարքագիծ է սա։ Բայց դու լսելու ընդունակություն ունենաս, կարողություն ունենաս, մարդուն լսես ու չհասկանաս, ինչ ես ասում, ինչ է ասում։ Մի համաձայնվի նրա հետ, մի ընդունիր նրան, բայց մի վերացրու նրան։ Մերժիր, քննադատիր, արգումենտները դիր սեղանին։ Համոզիր լսողին, որ դու ես ճիշտ, ոչ թե ինքը։ Ոչ թե ձայնդ բարձրացրու, կվերացնեմ, կխփեմ, կսեղմեմ ասֆալտին, կտապեմ ստեղին, սա պրիմիտիվիզմի այս վարքագիծը, վերջն է, ու սա է մեր հերանիցում, հասկանում եք, այսա, թվում է թե պարս, չէ, հեսա տես ինչ օրն եմ դնում, Всё, վերացրեցին, գնաց անցանք առաջ, հաջորդին վերացնելու ժամանակն է։ Մենք անընդհատ կորցնում ենք որակ։